Լավ, հիմա հասնենք ամենակարևորին։ Կարո Չալիկյան։ Այս միջոցառումը տեղի ունեցել Կոմիտասի տուն-թանգարանում, ինչպես լսեցիք, հայտարարեցին Կարո Չալիկյան, 8 տարի որդիական։ Հրաշալի աշխատանքի համար եւ նշել, որ առաջին անգամ փաստորեն պարոն Չալիկյանի շնորհիվ հրատարակվում են մեր ժողովրդական երաժշտության կարևոր ճյուղերից մեկը անձրևաբերության ավանդական երգերը եւ նշեմ նաեւ, որ ես շնորհավորում եմ անձրևաբերության մենք նույնիսկ իսական երգեր ենք ունեցել։ Ասենք, բայց ամենակարևորը դեռ առջևում է։ Պարոն Չալիկյանին, որ սա ձեր առաջին գիրքն է, որը դրվում է շրջանառության մեջ, եւ կարծում եմ, որ սա ճանապարհ կբացի ձեր հարուստ ժառանգության հետագա հատորների հրատարակության համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու դոցենտ, այսօրվա մեր երաժշտական ֆոլկլորագիտության առաջատարներից մեկին, Մարիաննա Տիգրանյանին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս գիրքը, որովհետև մի բան է պարոն Չալիկյանը այդ մեծ աշխատանքը արել է, մեկ այլ բան է, որ գտնվեն մարդիկ, որ կարողանան գնահատել կատարած աշխատանքը։ Ինչով է կարևոր այս գիրքը։ Այս գիրքից ես էլ ունեմ։ Ես այս գրքի մասին կարճ խոսացել եմ, բայց այս պրեզենտացիան շատ կարևոր է, որովհետև սա ինչ է բացում մեր համար, ինքնաարժևորման եւ ինքնաճանաչման մի ահռելի պերսպեկտիվա, ահռելի ուղղակի, sense այս մասին ուզում Արտուր Արմենը ինքը ասի, լավ ասած։ Խոսքը տալիս ենք Հայագետ, բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ Արթուր Արմինին։ Հավանաբար պատահականություն չի, որ Կարո Չալիկյանի այս գիրքը գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում։ Կոմիտասին ես միշտ եմ համարել հայ հնագույն երգի քրմապետը, որ հավաքեց գյուղից գյուղ դեգերելով հավաքեց 3000-ից ավելի երգեր, կանոնավորեց, դրանց տեսաբանությունը ներկայացրեց, հայերեն լեզվի անկախտելի մաս կազմող երգ ազգագրական, այդպես ներկայացրեց, եւ հավանաբար պատահական չի, որ ամեն սերունդ, ինչպես Աննա Ասատերյանը այստեղ նշեց, ունի իր նվիրյալը, որը շարունակում է ազգային քաղաքական այդ մեծ գործը։ Շատ մեծ քաղաքական խնդիր է մշակույթը եւ արվեստը, որ պահպանում է, հիշեցնում է ազգային ինքնությունը։ Եվ հանձինս մեր օրերի, մեր սերունդի, մենք ունենք Կարո Չալիկյանին, որ այդ նույն առաքելությունը անելով գյուղից գյուղ
1969-ից մինչև 81 թվականը հավաքագրել է 8000-ից ավելի ազգագրական երգեր։ Կարո Չալիկյան Կերսում եք 69-ից մինչև 81 թիվ անել են ինչ-որ ժամանակին Կոմիտասն է արել։ Կոմիտասը հավաքել է 3000, որից 1500-ն է փրկվել։ Կարո Չալիկյանը այդ 69-81 12 տարվա մեջ հավաքել է 8000 երգ։ Մնացին շարունակությունը շշմելի է։ Կարո Չալիկյանի հետ իմ ծանոթությունը նույնպես շատ միստիկ բնույթ ուներ։ Ես ուղղակի մի քիչ առաջանցնեմ, ասելով, որ Կոմիտասից հետո, Կոմիտասից ցեղասպանությունից հետո, երբ որ Հայաստանը տեղափոխվում գաղթականները, այդ երգերը, այդ պատերը իր հետ բերեց նաև Հայրիկ Մուրադյանը եւ տարածեց բառացի բերանացի Հայրիկ Մուրադյանը, հետո Վալո Մուրադյանը աղջիկը, հետո ստեղծվեց լավլակուն ազգագրական խումբը, ինչ հիմա կարծեմ կարգողությունը։ Ու տենց սերունդ հետո այդ պատերը ոնց որ վերցրեց, սկսեց փոխանցել Գագիկ Գինոսյանը, Գինոսյանից հետո այդ գործերը անող կա։ Հասկանում եք, որ ամեն մի էտապ ստեղծում է իր Կոմիտասը պատմական։ Այսօրվա մեր Կոմիտասը դեռ որ մեր հետ է, դա Կարո Չալիկյանն է, որ ստեղծել է այս աշխատությունը, որի այս աշխատության մեջ մեծ դեր ունի, հեսա կասեմ ինչի, Արտուր Ալմինը եւ Մարիաննա Տիգրանյանը երաժշտագետ։ Հիմա լսենք իրենք ինչ են արել այս գրքի մեջ, որը այսքան կարևոր է, որ ես խոսայի դրա մասին։ Մերի դրան առեղծվածը գիտական ֆիլմի համար ինքը երգի։ Ինձ ասացին շատ դժվար ու բարդ մարդ է, նենց որ հույս չունենաս։ Ասացի շատ բարի։ Մի խոսքով, քանդակագործ Վիգեն Ավետիս ասաց ոնց թե իմ լավ բարեկամն է, գնացինք իրենց տուն։ Բառացիորեն մի քանի րոպե հետո բանից պարզվեց, որ ես ու Կարոն իրար հետ ոչ թե ծանոթ ենք, այլ բարեկամ ենք մի քանի հազար տարի է։ Ֆանտաստիկ ձևակերպում։ Երկու մեծություն հանդիպում են, որոնք իրար չեն ճանաչել, պարզվում է, իրանք իրար բարեկամ են արդեն մի քանի հազար տարի, որտեվ երկուսի արմատները սկսվում են այնտեղից։ Դուք հասկանում եք, հայեր ջան, մենք իրար, այս արժեքները սկիսողները, իրար բարեկամ ենք արդեն մի քանի հազար տարի է։ Ընդամենը առիթ չի եղել, որ մենք իրար հետ հանդիպենք անձնական, անձամբ։ Բայց եթե մենք այս արժեքները կրողնենք, մենք արդեն մի քանի հազար տարի է բարեկամ ենք եւ դա պարզելու համար պետք է ընդամենը մի բան։ Այդ հանդիպել երկու բառ խոսալ։ Սա ֆանտաստիկ ձևակերպում էր։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ ազգայինի վիբրացիոն համակարգի նույն դաշտի մեջ գտնվելով միանգամից այդ եւ նույն ուղղությամբ նայելու, հա, այդ հանգամանքը մեզ միացրեց եւ առանց որևէ խնդիրների, դժվարությունների Կարոն եկավ եւ ձայնագրվեց այդ ֆիլմի համար եւ ֆիլմը ստացվեց նաեւ Կարոյի կատարմամբ այդ ֆիլմի ընթացքում հնչող երաժշտության պատճառով նաև ինքը ստացվեց եւ ունեցավ իր որոշակի հաղթարշավը, շատ սիրվեց մեր ժողովրդի կողմից։ Երկրորդ բանը, որ Կարոն ինձ նվիրել է, Այս է կարևոր լսել։ Գիտեք ինչ, ես ազգագրական երգի հայրս երաժիշտ է եղել, ոնց որ
վաղուց եմ սիրել, սակայն երբեք երգը լսելուց, ինչպես դուք բոլորը, այդպես սևեռված ուշադրություն չես դարձնում բառերի վրա։ Եվ երբ որ Կարոն ինձ ասեց, գիտեք ինչ, գիրք եմ ուզում այս հավաքածուն եւ մի 2-3 էջանի նախաբան կգրես, ասի մեծ սիրով Կարո ջան, բայց ես նոտա չեմ ճանաչում։ Ես ոնց կգրեմ, ես չեմ կարող։ Ասես տառերն է չես ճանաչում։ Ասի չէ տառերը ճանաչում։ Ասես դու պետք է գրես, այ քեզ։ Ու այդ վաղ երբ որ Վիգեն Ավետիսն ինքը զրուցում էին, ես աթոռակը հետ քաշելով հենց իր տված մատյանը սկսեցի բացել։ Ու առաջինը կարդացի ցլիկի մասին, ելե ճոխ տվե դեմ արեգական։ Հիմա պատկերացրեք իմ ամբողջ զարմանքն ու ասեմ ոնց կարող է չի կարող պատահի, նորից եմ կարդում, ասում լավ, երևի պատահական է, եւ միանգամից այս դավթարը շրջում եմ կեսով չափ, որ մի ուրիշ երգ հանդիպում եմ, ուրեմն ղուշը թռավ, ղուշը վերևով անցավ երգին, որը աշնանացանի մասին է, եւ էլի մեկ երգի մեջ 8-9 աստղագիտական հնաստղագիտության հետ կապված բաղադրիչ կա եւ 2 օրինաչափություն։ Այսինքն հնարավոր չէ, որ ինչ-որ բան այդպես չլինի։ Ուրեմն դեռևս 1950 թվականից հյուսային միջագետքում, որ այն ժամանակ Ուրարտուի տարածք էր կոչվում, հայտնաբերվել է Մուլափինի մի քանի 100-ի հասնող տեքստեր, աստղագիտական տեքստեր են, որոնք տոմարագիտություն են, մեթոդիկա, ինչպես ժամանակը չափել եւ այլ։ Եկեք հստակ ասենք, որ հնագույն աստղագիտությունը դա ժամանակը չափելու մեթոդ էր։ Ամբողջ տիեզերքը գիշերային պաստառը բաժանել են 12 մասի, հին գիտունները, յուրաքանչյուրը 30 աշճան, ընդհանուրը 360 աշճան եւ ստեղծել են սխեմատիկ աստղատներով, որոնք իրենց աստվածներն են, այդ աստղատները սխեմատիկ օրացույցներ, որոնց հիման վրա քաղաքացիական օրացույցներ եւ այլ։ Եվ ես երկար տասնամյակներ դրա մեջ խորացած ուսումնասիրել եմ, բացի այն։ Ուրեմն գոյություն ունեն աշխարհահռչակ մաթեմատիկոս աստղագետներ, ամերիկյան MTI համալսարանի, Վիեննայի համալսարանի մաթեմատիկոս աստղագետներ, ընդ որում այդ թվում նաեւ Բրադլի Շեյֆերը, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, ֆիզիկայի եւ աստղագիտության գծով, որոնք Մուլափինի տեքստերը վերջի 60-70 տարվա ընթացքում մանրազնին ուսումնասիրելով արդեն մենք գիտենք, թե որ աստղը որն է։ Սակայն ասեմ ձեզ, որ մենք մի քիչ իրանցից առաջ ենք, որովհետեւ մենք ապրող ժողովուրդ ենք ու այդ ամեն ինչը մեր սեփականությունն է, քանի որ նույնը Մեհերի դրան արձանագրության մեջ է, այդ նույն օրինաչափությունները եւ հերթագայության շարքը, բացի այդ մեր էպոսը, հեքիաթները, ինչպես նաեւ Կարոյի հավաքագրած այս երգերը, այդ օրինաչափությունների հիմքով աշխատում են։ Այսինքն այն ինչ որ անցած տարի կեսերից հայտնաբերվել, ապացուցվել է տարբեր մակարդակների վրա, այդ ամեն ինչը գրված է եւ Մեհերի դրան վրա, եւ այս գրքի երգերի տեքստերի մեջ կա։ Երգի տեքստերի մեջ այդ ամբողջ հավասարումները, այդ բացատրությունը երգի տեքստերի մեջ, որ միջև հիմա կարդացել են, երգել են, ասել են սրանք անկապ բառերի շարան է։ Մեր հեթանոսական երգերը մեզ գիտական տվյալներ են փոխանցել, որոնք ապացուցվել է, ասենք, անցած դարվա 50-ականներին։ Հիմա ուրեմն այս ժողովածուի հետ կապված երկու կարևոր բան ասեմ։ Նախ ես Մարիանայից տեղեկացա, որ նույնիսկ ակադեմիական հրատարակություններում 60,000 իրենք արխիվ ունեն։ Գրանցված է, որ մի քանի հազարից ավել երգեր բառերը իմաստ չունեն։ Չեն հասկացել այդ աստղագիտական բանար ձևերը։ Եվ այդ մի քանի հազար երգերը գրանցված է, որ այս երգի բառերը սա է, բայց սրանք իմաստ չունեն, չեն հասկացել։ Միջև այս գրքի հրապարակվելը չեն իմացել այդ բառերի իմաստը։
Էդ էլ ոնց է բացահայտվել, շատ պատահական, իրեն ասել է մի հատ նախաբան գրի Արթուր Արմենին, բացել է տեքստը կարդացել է, ոստ է։ Սա երկի բառ չէ, սա աստղագիտական հավասարում է։ Նույնը կարելի է ասել, այս ելեջող տվե դեմ արեգականի մասին։ Բառերը ընդհանրապես իմաստ չունեն, ինչպես է հորից մորից խռոված ցլիկը, առավոտ շուտ ճոխ տվե դեպի արեգակը, դեմքով նայում է աղբյուրի ականը, որը տերունական է, եւ ձկանը, այդ ընթացքում ասում է ես, այսինքն մաչկալը գութանով վար է անում, կաքավիկը մի տարբերակում կարգավիկն է, մի տարբերակում արծիվն է։ Այս նույն բառերով կասկածը երբ փարատվեց, երբ որ Մարիանան պեղեց եւ գտավ, որ Կոմիտասը 120 տարի առաջ մի քիչ ուրիշ մեղեդիով, բայց այդ տողերը իր հավաքագրածի մեջ էլ կա։ Աստորեն Կոմիտասը իր հերթին է քթել այդ երկերը, հավաքագրել այդ երկերը, որը նույն տեքստերը, նույն բանաձևերը կա։ Կարոջ Հալիկյանը իր հերթին է քթել։ Եվ որոշել է ամփոփի այս գրքի մեջ, չիմանալով հանդերձ ինչ է քթել։ Բայց տվել են Արթուր Արմենին, ասում են, մի բան գրել ես գրքի մասին, ինքն էլ ասում է, այ աղբյուր ջան, ինչ գրեմ, դու չես հասկանում երևի սա ինչ է։ Սա սա երաժշտություն չի, սա հայագիտությունը, աշխարհագիտությունը, աստղագիտությունը, սա մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ էպոխայի, սա ցիվիլիզացիայի պատմություն է, սա երկ չի եղբայր։ Այդ ցիվիլիզացիան, դա մեր պատմությունը մենք ենք սրա կրողը։ Նաև Հարիկ Մուրադյանի ուրիշ մեղեդիով։ Փաստորեն նայում է ձկանը եւ կաքավիկը գալիս է ծորենը գողանում, տալիս է ձկանը։ Այդ բան հասկացաք։ Հասեմ։ Ուրեմն փաստորեն եթե աշկիտ առաջ ունես երկնքի պաստառը, այս երկերի տողերը լիովին իմաստավորվում են։ Եվ դա ցույց է տալիս գարանային գիշերավասարը, մյուս երկը ցույց է տալիս աշնանային գիշերավասարը։ Եվ փաստորեն այս 46 երկերի մեջ մոտավորապես 9 երկի մեջ այնքան շատ են յուրաքանչյուրի մեջ, այնքան շատ են աստղագիտական, ուրեմն բաղադրիչները եւ օրինաչափությունները հն աստղագիտական, որ կարող ենք որոշել այդ երկերի գոնը տեքստերի ժամանակագրությունը։ Սա մի մաս, մյուս մասը։ Կարոջ Հալիկյանի այս հավաքածուում, ինչպես նաև Կոմիտասի եւ մյուս մեր նվիրալների հավաքած ժողովածուներում բազմաթիվ շատ են էպիտետները, որոնց ուշադրություն չի դարձվել։ Հիմա եթե ասում է Արամազդի աղեղնակ, դա նշանակում է, որ Անահիտ Աստվածուհուն է վերաբերվում, որը Ուրարտական պանթեոնում կոչվում է Բաբա, մեծ լեռան տիրուհի, իսկ միջագետքում կոչվել է Անունիտ, իր հին անունը։ Ես էկրանավորմամբ Մարիանա ջան, մի անհանգստացի, երկից հետո այդ երկու երգը առանձին եմ ցույց տալու էկրանով, գծագրով, աստեղատներով։ Հիմա ամբողջ հարցն նրա մեջ է, երբ որ ասում է լոքով վիշապ, դու աղջիկ ես, պակ մի տուր տեսնեմ ով ես, այստեղ մենք գործ ունենք աստվածության հետ, որից անձրև է խնդրում գյուղացին, եւ գիտեք այդ երկերի մեջ այդ հնագույն հեթանոսական աշխարհաճանաչողությունը, որ աստվածների հետ կարա անմիջական շփումով խոսի, երկով հետ խոսի, խնդրի, այս անմիջականությունը զարմանալի է եւ դա հնարավոր է նմանատիպ երկեր ստեղծել միայն այն դեպքում, երբ որ դու դրան հավատում ես, այդ աշխարհաճանաչողությունը ունես, դա բնապաշտական, ուրեմն պանթեիզմի հիմքով է, այդ մտածողության շնորհիվ է, որ նման երկեր են ստեղծվում։ Հայ մարդը, հայ գյուղացին, Աստծո հետ ուղիղ է խոսացել։ Իրա այդ հայ մարդը բնապաշտ է եղել։ Բնապաշտ, ինքը ուղիղ խոսացել է իր աստղերի հետ,
ուղիղ երկել է, յանց համար իմացել է ինչա կատարվում, դեռ խնդրել է ոդեսի գնա նրան համբույրին դերից ան, ասկե այս աստղը մոտենան դա, ոդեսը անձրևը գա իր համար։ Խոյս ասկը, այսօր Փաշինեն Նիկոլումն իր գլխին։ Նա հասկացաք ես ինչի է այդքան կարևոր այս վերջնահատվածը մեր համար։ Փաստորեն հանձինս այս ժողովածուի մենք մեջ գտնվող մեծամասնությունը այդ երկերի հնագույն ժամանակներից է գալիս ու խորքերից է գալիս։ Բայց մենք ադասի վկայական չունենք։ Ահա թե ինչու նաև շնորհակալ եմ Կարո Չալիկյանին, որ հանձինս այս ժողովածուի ես սկսեցի ճանաչել հայ երկի, ազգային երկի բունեությունը բառերից։ Եվ ամենակարևորն եմ ուզում ասել, որ հայագիտությունը առ այսօր ուշադրություն չի դարձրել ազգագրական երկերին որպես աղբյուր, որպես աղբյուրագիտություն։ Մտածել է, որ երկ է էլի, բայց Հասկանում եք, չեն հասկացել, հայագիտության համար սա նոր շտեմարան է, որ դուք ամեն ինչը չեն դարձել, մտածել դե լավ երգա, տեքստը չենք հասկանում, երևի տենց բերանացի փոխել է երևի մեկը, անկապ տեսքել 1500 երգից ավել համարել են անիմաստ տեքստ։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ շտեմարան է հայագիտության համար։ Դա անիմաստ չի, եղբայր ջան, դա աստղագիտության տիեզերքի կառուցվածքի մասին է։ Դա ծիսական երգեր է, ծիսական, որը ամեն ինչը գիտականորեն հիմնված է եղել, հեսա ցույց կտա, ըստ ժամանակագրության ամեն մի երգը երբ է եղել հնարավոր երգեր, այդ երգերը առնվազն 5000 տարվա պատմությունն են, 5000 տարի առաջ մարդը այս բառերով, այս տեքստերն է երգել, որ միտեղ անձրև գա, միտեղ չգիտեմ, արևը բացվի, հակառակը, այն ինչ որ ազգագրական երկերում է պահպանվել, ոչ էպոսով է եկել մեզ, ոչ հայկական հեքիաթներով, ոչ է տաղերով, երկերով եկել է, փաստորեն երգը այն միջոցն է եղել, որը ավելի քիչ է ճնշվել, ժամանակի բռնադատումներին ենթարկվել, կրոնահավատամքային հետապնդումներով արգելվել եւ իր մեջ պարունակել է ահռելի ինֆորմացիա։ Օրինակ երգերից մեկում չի գրած, որ դա աստղիկ Վեներա մոլորակը ներկայացնող աստղիկ աստվածու մասին է, բայց բառացիորեն ասում է քո թիվը 15 է։ Դու երկնային մարմին ես, 12 շուն, իսկ դու գիշերեքուն լուսուն արթուն։ Մենակ Վեներա մոլորակն է, որ առավոտյան ծագող մոլորակ է, գիշերը չես տեսնում։ Եվ ասում եմ, դու պատտվում ես դրանց շուրջը։ Կենտրոնում էլ Բագինն է դրած, Բագրևանու Բագին, այսինքն Բագրևանի հնագույն հայկական այդ հեթանոսական քաղաքի, որտեղ բոլոր տաճարներն էին, հա, կառուցված, այսպես ասած, ընդերի հետ կապված երգ է։ Եկե հասել է մեզ։ Ես իմ ուզում եմ կատարում, որովհետև կոնկրետ երգ եւ կոնկրետ բացատրությունը, սա շատ կարևոր է։ Հա, էկրանի վրա կոնկրետ երգի տեքստն է բացատրվում, ոնց է դա երգվել եւ ինչ է դա նշանակում։ Երգում է Մավար Մկրտչյանը, հոյակապ կատարում է, ու լսեք ինչ երգ է։ Մերոնք ինչ են երգել, ասենք 5000 տարի առաջ։ Լսեք մի հատ։ Ես մավարին լսում եք, գիտեք ինչ է կավական աշկիս առաջ, այն տեսարանը, երբ որ Կոմիտասը
այս երգերը ներկայացնում էր Բերլինում, Փարիզում կոնֆերանսների ժամանակ եւ այդպես կոնֆերանսներից մեկի ժամանակ համեստ շվիով է նվագել եւ երգել է եւ այնտեղ է լինում Դեբյուսին ու պատմությունը գրում է դա մասին, որ դուրս է գալիս զարմացած նայում այդ նիհար հոգևորականի սև շորով կանգնած երիտասարդի օնալվում է սմպես այ հրաշք ես դու ով ես որտեղից ես այս երգն ու երաժշտությունը տիեզերական որ ոչ մի չափի մեջ ոչ մի չափ բանի մեջ չափման ձևի մեջ չի մտնում սա ուրիշ տեղից է այդ 4/4 3/4 պայմանական այս ակորդների հաջորդականությունը եվրոպական ստանդարտների մեջ չի մտնում ինքը ուրիշ մոլորակից է ով ես դու բալամ այս երգը որ լսեցի սենց ասում եմ հիմա հասկանում եմ Դեբյուսիի ծնոտը չի կախվե ինչի պետքա գար խոնարհվեր կոմիտասի առաջ Դեբյուսի էլ մտածա Դեբյուսի այս դիմացը կանգնած էր 5000 տարվա հնություն բերած մեկը որը չի տեղավորվում այսօրվա չափանիշների մեջ ինքը տիեզերական է տիեզերական ինքը նույնիսկ բաղ չի ինքը այն կողմը բաղից վերև է այս երաժշտությունը լսեք սա չի ճանաչում սահմաններ սա չի ճանաչում ռամկաներ հա սա ուրիշ բանի մասին է սա մեր մասին է ուղղը մի հատ նայեք տեսեք մեկն եք ես դրա համար է ասում այսօրվա այս հաղորդումը նայելուց հետո այս որ հիմա դուք նայում եք ես հասկացա որ մեր կռիվը ուրիշ տեղ է եւ ուրիշ ձևով պետք է շարունակել ասենք շարունակություն Հələ Դեբյուսին բարերը չգիտեր, բարերը չեր հասկանում, նա մենակ երաժշտության մասին է խոսել, բա որ կոնցեպցիան իմանալ այդ բարերն ինչի մասին է, խելագարվեին այն ժամանակ։ Ես վստահ եմ ոչ բաններ չի իմացել, կոմիտասներ չի իմացել, կոնցեպցիան ինքը ուղղակի երգը եղել ֆանտաստիկ։ Բայց ինչի մասին է, բնականաբար կոմիտաս աստղագիտական այդ երգերը, այդ տեքստերը գիտելիքները չէր կարող ունենալ, որ բացատրել, այ եղբայր, սա մի տիեզերական երևույթների մասին է։ Ներկայացել է ուղղակի իր ժողովրդի երգ, որ ինքը ժառանգություն է ստացել, որը ֆենոմենալ է, բա որ տեքստերն իմանայի։ Ֆանտաստիկ կատարել են, Մավերջյան շնորհակալ եմ եղբայր։ Հիմա լսենք սրա բացատրությունը
Բացատրությունը շատ կարևոր։ Մասնագիտական բացատրությունը նայեք։ Ուշը վերևում անցավ։ Սա քանի որ միանգամից երկնքի եւ արևելյան մասի եւ արևմտյան մասին պետք է նայենք, ես երկու նկար եմ դրել, մեկը հիմա արևմուտքն ենք նայում։ Ոչ արևելքից պտտվելով գալիս է արևմուտք, կանգնում է գյուղի գլխին։ Այդ ժամանակ մենք տեսնում ենք նրա հետևում, վերևում Մաճկալին եւ Արորը, երկու աստեղատները, որ գործ անում, Աշնանացյանի մասին է խոսքը, քանի որ Ծիծեռնակ աստեղատունը դուրս է գալիս Աշնանային գիշերավասարին, այն ժամանակ դուրս է եկել սեպտեմբեր 23-24-ին։ Հիմա, երբ որ դեմքով շուռ ենք գալիս դեպի արևելք, երկու կարևոր բան է ասում է այդ ժամանակ թագավորներ նստան թախտին, երբ որ Ծիծեռնակը արդեն արևմուտքում հորիզոնից ցած է սա Թագավորները նստան թախտին։ Դե հասկացի ինչ է երկում։ Ինքը լրիվ ուրիշ բանի մասին է երգը։ Արևելքում թագավորները նստում են թախտին։ Ուրեմն մուլ ափինի մեջ կա նստած աստվածներ, X շումերական տեքստում, ընդ որում մուլ ափինի առաջի տեքստում էլ կա, որ այդ նստած աստվածները կոչվում են նաև նստած թագավորներ։ Դրանք այսօրվա կույս համաստեղությունից ներքև գտնվող M աստղերի խումբն է։ Տեսեք, ես կներեք նկարչության համար պրոֆեսիոնալ նկարիչ եմ, ինչ նկար ձեռուց ասել դրել եմ, նստած թագավորները M Virgins, Sitting Gods։ Եվ եղեգնիկն է բարձանում, այսինքն արևմուտքում իջնում է Ծիծեռնակը, արևելքում բարձանում են նստած թագավորները, հորիզոնից վեր են բարձանում եւ եղեգնիկը Վելլա աստեղատունը, եղեգնիկ աստեղատունը։ Այստեղ մենք ունենք նույնպես 8-9 բաղադրիչներ եւ երկու օրինաչափություններ։ Ծագող մայր մտնող, ինչպես նաեւ բարձրացող։ Այն առաջի երկում նաեւ հորիզոն միջօրյականի հետ կապված։ Ժողովուրդ, ես չեմ ուզում ձեր համբերությունը չարաշեմ, այս ամբողջ հաղորդումը դուք կարող եք նայել այս վերնագրով Կալո Չալիկյան, Ջուդ եւ Քայլ գրքի շնորհանդես։ Տեք, որ ես տեսա ինչքան մարդատիտել էսի, ընդամենը 38 հոգի, 6 օրվա մեջ 38 հոգի։ Ես համար որոշեցի, ես մանրամասն պետք է նայեմ։ Սա անդրադառնամ, որ վաղ էս 38 հոգին օրիգինալը գոնենային մի քանի տասնյակ հազար մարդ, էլ չեմ ասում, այս հաղորդումը ինչքան կարևոր է։ Թեկուզ իմ կտրտացնելով, իմ մեկնաբանությունով, որ սա պարտադիր պետք է լինի դիտելու համար, պարտադիր։ Մի քանի միլիոն հայի համար, սա ինքնաճանաչում է։ Սա ինքնության բացահայտման նոր սահմաններ է բացում մեր համար։ Ընդ որում, մենք չգիտենք, այս գիրքը դեռ քանի գրքեր պիտի դառնա։ Սա մի շտեմարան է, որտեղից դեռ դիսերտացիաներ, դոկտորականներ պետք է գրվեն, նոր հայտնագործություններ գա, նոր սահմաններ պետք է բացեն, որտեղ այս երկի տեքստերը, ստեղ ընդամենը 40 քանիսն է։ Կալո Չալիկյանը հավաքել ատենց 8000, որից 1500-ը այս որակի մեջ են, չեն հասկացել մարդիկ ինչի համար է, կենցաղային չի, աստղագիտական է, 1500-ը բնորոշվել է որպես չհասկացվող տեքստեր։ Այդ չհասկացվող տեքստերից ընդամենը 40 քանիսն է։ Հասկանում եք, ինչ է բացվել հայագիտության համար։ Ու մենք այսօր ինչ խնդիրներ ունենք։ Մենք այսօր ազգապահպանության խնդիր ունենք, մինչդեռ սա պետք է լիներ այսօր պետության թիվ 1 օրակարգը։ Քանդել, բացել այդ շտեմարանները, բացել, ոնց որ Հայաստանի, ոնց որ Երևանի համար Էրեբունու թանգարանի բացումը, որ բացեցին միամիտ գտան այդ քարը, սեպագիր արձանագրությունը, որ բացահայտեց, որ Մենուան Արգիշտի որդին, թե հակառակ Արգիշտի գործի Մենուան, արդեն էական չի։ Կներեք, հիմա հոգնած եմ ես բարեկամ։ Էական չի նույնիսկ դա։ Սեպագիր արձանագրություն Երևանի տարիքի մասին, ու մեկ էլ Էրեբունի ամրոցը, կամ Կարմիր բլուրը, որ բացահայտեցին, հասկացան չի կարելի բացել, փակենք, որտեղ բացենք քանդվի բաց երկրի տեքստը։ Թող մի օր
այնքան զարգանագիտությունը, որ դա իրական արժեքը կարողանա գնահատի։ Հիմա ասես մի հատ Էրեբունի թանգարանա, մի հատ սեպակի արձանագրությունը բացվել, որ մարդիկ իմացել են երևի խզբզած կարա, գցել են մի կողմ, բայց բարձվում է դա Երևանի ստեղծման պատմությունն է։ Ժողովուրդ ջան, այս տեսանյութը պետք է նայեն մի քանի միլիոն հայ։ Այս վերջի մասը իմ այս առանձնացնելու եմ եւս առանձին դնեմ, ոչ թե սա մի ամբողջ հաղորդման մեջ կլինի, նաև առանձին կլինի։ Հենց այս մասը մենակ, որ ավելի քաղաքական է, քան ցանկացած բան, որ ինձ ստիպում է վերադառնալ մարտական դիրք եւ շարունակել եմ ինչ որ արել եմ ես, որովհետեւ Կարո Չալիկյան ունենք, Մարիաննա Տիգրանյան ունենք, Արթուր Արմին ունենք, առաջնագիծում կռվող ու սենց մեզ, ինչ ասեմ, սենց էներգիա, սենց մոտիվացիա ապրելու, ստեղծագործելու եւ կռվելու համար։ Հիմա հստակ նպատակ կա արդեն։ Շատ ավելին է, քան ընդամենը մի հատ ընտրություն հաղթել կամ չհաղթել։ Դամար կարծում եմ հասկացաք արդեն, սա խնդրանք չի, սա պահանջ է։ Հասցնել ես տեսանյութը, բոլորի դուր ասես, ծեծել, նստացնել, հեռուստացույցի դեմ ասել, լսի իմ հայրենակից, եւ կարող բացահայտենք, որ մենք իրար հետ բարեկամ ենք արդեն մի քանի հազար տարի։ Եվ վստահ եղեք, ով այս արժեքի շուրջը ինքը ասել է ճիշտ է եղբայր կամ քույրիկ։ Դե ի գործ, նա մնացեք։